Ամենամուլտիպլիկացիոն ողջույնները գույների աշխարհից իմ սիրելի փոքրիկ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ձեզ ողջունում են նաև ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները։ Մեր մշտական լավագույն բարեկամ Աբաչի ընկերությունը։ Աբաչիները ձեզ համար պատրաստել են քաղցր ձողիկներ, թխվածքաբլիթներ, գրեկերներ, չիփսեր, արևածաղկի սերմեր, նախաճաշիկներ, սիրելի փոքրիկներ։ Շատ շուտով Քերի Մուլտիկնիկը նաև Աբաչիի կողմից անակնկալներ կներկայացնի։ Իհարկե, բացի մուլտ հերոսներից, մեր լավագույն բարեկամներից եւ Քերի Մուլտիկնիկից ձեզ ելով է ողջունում։ Դե արդեն 21 տարի է նա ձեզ ողջունում է Քերի Մուլտիկնիկի հետ միասին։ Ճիշտ է, նրան դուք երբևիցե չեք տեսել, բայց նա շատ բարի քերի է եւ ժամապահ է։ Իհարկե մեր հաղորդման եթերային ժամի ահողն է, այսինքն նա է նվիրում մեր եթերաժամը։ Այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ քերին, Քերի ողջույն փոքրիկների կողմից։ Նա ձեզ թաթիկով է անում, սիրելի փոքրիկներ, եւ ժպտում է։ Եթե ժպտում է, ուրեմն մեզ երկար ժամանակ կտա այսօրվա հերոսին նկարենք։ Դուք ձեր թղթիկները պատրաստ պահել եք։ Գիտեմ, սպիտակ թղթիկները փռել եք, գունավոր մատիտները պատրաստել, ռետինե ջնջոցը ունեք, որպեսզի սխալվելուց մաքրեք եւ նկարեք այնպես ինչպես Քերի Մուլտիկնիկը, եւ ունեք սև կախարդական մատիտ։ Դե միշտ ասում եմ, ոչ թե այն կախարդական է, ուղղակի մեր ձեռքում սովորական մարկերը, սև մատիտը դառնում է կախարդական, որտեղ դուք սկսում եք Քերի Մուլտիկնիկի հետ նկարել շատ դյուրին, հեշտ ձևով մեր հերթական մուլտիպլիկացիոն հերոսին։ Շատ էի մտածել այսքանի օրը, թե ինչ սովորեցնեմ ձեզ նկարել իբրև մուլտիպլիկացիոն հերոս։ Աջ գցեցի, ձախ գցեցի, կենտրոն, վերև, կենտրոն հերոստանգերության մասին չի խոսքը։ Մտածեցի, որ 21 տարվա ընթացքում տարբեր կենդանիներ, առարկաներ, մուլտիպլիկացիոն հերոսներ, մեքենաներ, ուղղաթիռներ նկարել ենք։ Ինչ հերոս է, որ շատ քիչ ենք անդրադարձել այդ հերոսին կամ նկարել։ Հիշեցի, եկավ միտք եւ որոշեցի, որ այսօր ձեզ սովորեցնելու եմ նկարել մի հետաքրքիր, բայց ծույլ կենդանի։ Ճիշտ է, այդ կենդանիները Հայաստանի Հանրապետությունում չկան, բայց դուք արդեն էկրաններին տեսած լինեք, նույնիսկ մուլտֆիլմերում։ Ուր է? Լավ, նա այստեղ չէ։ Քերի Մուլտիկնիկը որոշել է ձեզ այսօր սովորեցնի նկարել եռամատ ծույլ, դա կենդանու անուն է, կոչվում է եռամատ ծույլ, հենց նկարեք, ասելու եք, մենք այդ կենդանուն լավ գիտեք, ծույլը լավ բան չէ, հատկապես երեխաների շրջանում, ծույլ լինելը, դա գովելի բնավորություն չէ, ես խնդրեմ, որպեսզի դուք միշտ ակտիվ լինեք, միշտ աշխատասեր, բայց այս կենդանին ծույլը ճիշտ է ծառերի վրա է ապրում, բայց կարող է 1 ժամում անցնել կամ բարձրանալ, 1 ժամում երևի թե քերի մի 2 մետր, 1 ժամում կամ 3 լավ քարը տրաքի, այդպես ասեմ։ Մենք նկարելու ենք եռամատ ծույլին, այս կենդանուն, եւ դուք ամենակարևորը այս հերոսին Քերի Մուլտիկնիկի հետ միասին շատ դյուրին ձևով եք նկարելու։ Տեսեք ինչ ենք անում։ Բարակ գծիկով նախ եւ առաջ գլուխն ենք նկարելու վերևի մասում, այստեղ։ Այսպեսի մի պատկեր ենք նկարում։ Քաղցրահամ տանձի նման, այսպես։ Տեսակ։ Շատ լավ է։ Հիմա ես հաստ մատիտով այսպես զիգզակաձև պատկեր կանեմ, մի քիչ բրդոտ է, գիտեմ փոքրիկներ կան, որ հասկացել են խոսքը ում մասին է, հիմա տեսեք, նկարում ենք քիթիկը, բերանիկը, աչքերը, կոպերը, որպեսզի նրան դարձնենք մուլտիպլիկացիոն կերպար, այստեղ ուրեմն քիթիկն ենք նկարում, այսպիսի մի պատկեր, սևով կներկեմ, փայլիկ կթողնեմ ձախակողմի հատվածում, Այսպես ներքև գծիկ, բոյանիկը, մի քիչ տխուր, այսպես,
Աչքերը այս մասում կնկարենք ձվաձև կլորիկով, իհարկե փայլիկով, այստեղ էլ ձվաձև կլորիկով, փայլիկով աչքեր կնկարենք, հիմա կախ կոպերը կնկարենք, ձվաձև այսպիսի մի կլորակ ենք անելու։ Այսպիսի կոպեր, այս սրծայր մասը անպայման կջնջեք, այստեղ ստորակետի նման ունքեր, պարանոցը, հիմա ձերքերն եմ նկարելու, հետո եռամատիկները, երկար սուր եռամատիկներ ունի, 3 մատիկներ, այսպես ասած, այստեղից, տեսեք իմ փոքրիկ բարեկամներ, այսպիսի մի պատկեր եմ նկարում, տեսակ, հայելու նման կրկնում եք աչակողմյան մասում, այսպես ուրեմն, վերևի մասը մի քիչ ավելի բարակ, հիմա, եռամատիկները ինչպես ենք նկարելու, իմ փոքրիկ բարեկամներ, այստեղ, այս մասում, տեսեք, այս մասում, 3 կորիկներ կանենք, 1, 2, 3, տեսակ, սուր անկյունով, եռանկյան նման պատկեր ենք նկարելու, ուշադրություն, մի քիչ թեքությամբ, այսպես, օպ, հիմա եռամատիկներ ենք դարձնելու, 1, 2, դարձավ սուր 3 մատիկներ, ճիշտ է, այստեղ էլ թաթիկ կավելացնենք, մի քիչ կհաստացնենք կողային մասերով, արդեն հասկացաք խոսքը ինչի մասին է, ճիշտ է, հիմա նույն ձևով 3 մատիկներ այստեղ ենք նկարելու, կոր գծիկ 1, 2, 3, տեսեք, քերը երևում է, չէ, ապրի քերին, հիմա սուր անկյունով կորությամբ դեպի ձեզնից աջ, այսպիսի մի պատկեր ենք նկարում, հիմա եռամատիկներ ենք, այսինքն առանձնացնում ենք այս գծիկներից 1, 2, դարձավ եռամատիկ, այստեղ էլ թաթիկը եւ վերջ, մարմինը կնկարեմ, հետո կասեմ թե ինչու եմ այսպես նրան նկարել, դա արդեն պարզ կլինի, այստեղից ուրեմն մարմինը զիգզագաձև, մի քիչ էլ բրդոտ է ես ասացի, չէ, կարող եք ուղիղ գծիկով անել, սիրելի փոքրիկներ, հետո քանի որ դուք ռետինեջնջոց ունեք, հետո մաքրել արանքները, նոր զիգզագաձև դարձնել, այստեղ ուրեմն, ինչ ենք անում մատիկները, հիշու եք չէ այս կլորիկները 3, տեսեք, այստեղ 1, 2, 3, այստեղից էլ 1, 2, 3, տեսակ, հիմա ոտքերը կնկարեմ, հետո ոտքերի եռամատիկները կնկարեմ, այստեղից այսպես ու այսպես, ներս և դուրս, փորիկը զիգզագաձև գծիկով, ոտիկները կմիացնենք, հիմա եռամատիկներն ենք անել, թեքությամբ դեպի ներս, այսպես ուրեմն, այստեղից այսպես, մատերը բաժանում ենք սուր, 1, 2, շատ ապրեք, էլի դեպի ներս թեքությամբ, սուր անկյուն, մատիկները բաժանում ենք 1, 2, ապրեք, բասում եք չի ստացվում, շատ լավ է, շատ ապրեք դե, այսպես փորիկ, գծիկներ, որպեսզի բրդոտ երևա, նույնիսկ ձեռքերի վրա, կարելի այստեղ զիգզագաձև դարձնել, դուք ռետինեջնջոցով կարող եք մաքրել եւ այն զիգզագաձև դարձնել, եռամատիկ ծույլը մեզ մոտ պատրաստ է, ինչու է այս դիրքում նա գտնվում, հիմա կասեմ, հաստ մատիտը հենց վերցնեմ, ձեզ կբացատրեմ, թե ինչու է այս վիճակում նա գտնվում, եթե սիրելի փոքրիկներ այս մասից ես սառի ճյուղ նկարեմ, այսպես, շարունակեմ, այսպես, կստացվի, որ մեր եռամատիկը կախված է ծառի ճյուղից, բա որ տերևիկներ նկարեմ ինչ եք անելու, քերին ասում եմ շատ լավ նկար է, ես ձեզ երկար ժամանակ կտամ, դուք միայն թե նկարեք, այստեղից էլ ուրեմն տերևիկներ ենք նկարելու, 1, 2, այստեղից էլ կարող ենք տերևներ նկարել, 3, բարակ սև մատիտով եմ տերևիկները նկարում, եթե նկատում եք, ևս մեկ տերևիկ այստեղ, վերջ, կներքենք, կվերջացնենք, եթե ժամանակ ունենանք, ետևի մասներ կնկարենք, գուցե մեր եռամատ ծույլը
այս կենդանին գտնվում է, ասենք, ջունգլիներում, չգիտես թե ուր է։ Լավ, իմ փոքրիկ բարեկամներ, ինչ ենք անելու։ Ես ուզում եմ մեր եռամատ ծույլիկին, այս հերոսին, շագանակագույն ներկել, համարյա թե դա իր գույնն է։ Դե դեմքը չենք ներկի, բրդոտ մասը, մազիկները, այսպես։ Շագանակագույն կներկեմ, սպիտակ մասեր թողնելով, գուցե հետո դեղին մատիտով երանգավորենք, այսպես, տեսեք։ Շատ լավ է, մատիկները այլ գույնով ենք ներկելու, վերևի հատվածը չեմ ներկի, իբրև արևի փայլիկ բռնված, այսպես, հիմա ձեռքը ձախակողմյան հատվածից կլորացնելու եմ, էլի գծիկներով եմ ներկելու բրդոտ երևա, սպիտակ մասեր եմ թողնելու ամբողջությամբ չեմ ներկի, այսպես, նույնը ձախ ձեռքը կանենք, շատ լավ է սիրելի փոքրիկներ, այսպես, էլի գծիկներ, հիմա մարմնին կանցնենք, զուգահեռ գծիկներով եմ ներկելու, ամբողջովին չեմ ներկելու, այսպես սպիտակ մասեր եմ թողնելու սիրելի իմ փոքրիկ նկարիչներ, երբ որ դեղին մատիտով երանգավորենք, այդ ժամանակ կհասկանաք, թե քերի մուլտիկնիկը ինչի մասին էր խոսում, ձեր հերոսի մազիկները կփայլեն և ավելի գեղեցիկ երևա, եթե նկատում եք ձախակողմի հատվածը ավելի մուգ եմ անում, աջակողմյա մասը ավելի թույլ երանգով, նույնը ձախ ոտքը կանենք, այսպես, հիմա, վարդագույն մատիտով եմ ներկելու դեմքը, թող մի քիչ գունեղ լինի մեր հերոսը, կոպերը չեմ ներկի, այսպես, դեմքը լավ է երևում, թե սև մատիտով մկացնեմ քերի, լավ է դեմքը, կարող եմ մկացնել, այսպես գծիկը, այսպես նույնս դունչիկը, քիթիկը, աչքերը արդեն երևում են, այսպես իմ փոքրիկ բարեկամներ մուգ դեղին մատիտն եմ վերցնելու, ուր ես դու մուգ դեղին մատիտ, կոպերը մուգ դեղին մատիտով եմ ներկելու, այսպես, շատ լավ է, սուր, դանակի նման սուր, եռամատերն եմ մուգ դեղին մատիտով ներկելու, եռամատիկները, չի կարելի ասել մատիկները շատ երկար են, մատիկների համար, մատեր են երևի, այ հիմա ամենակախարդական դեղին մատիտով քերի ինչքան ժամանակ ունենք, դեռ ժամանակ ունենք քերին ասում է, բայց պետք է շտապել, հիմա ամենակախարդական դեղին մատիտով ես երանգավորելու եմ նրան, այսպես, տեսեք, ինչ լավ բրդոտ է երևում, շատ լավ է, կանաչ մատիտը կվերցնենք ինչի համար, եկեք դեմքն էլ մի փոքր երանգավորենք սիրելի փոքրիկներ, այսպես, Մեր եռամատիկ ծույլիկը զարմացած է, ասում է, «Ով է ինձ նկարում»։ Երևի թե վերջում կհասկանա, որ քերի մուլտիկնիկը։ Այսպես, տերևիկները, եթե նկատում եք, ես ընդգծում եմ, կենտրոնական գծիկն եմ անում, հետո թեքությամբ ներկում։ Այսպես, նույն ձևով մյուս տերևիկները։ Հետո դեղին մատիտով կերանգավորենք սիրելի փոքրիկներ։ Այսպես, Լավ է, ված չէ, դեղին մատիտ, տերևիկները երանգավորենք, դեղնական աչ թող ստացվի, Քերի ասում ես ինչքան ժամանակ է մնացել, լավ, չենք հասցնի բնություն նկարել, ուղղակի մեր եռամատիկին, այսպես, որպեսզի հասկանանք ծառից կախված է, օդում ծառից կախված է, այսպես կապույտ մատիտով սպիտակ թղթիկից ուղղակի կառանձնացնենք։ Այսպես ես ընդգծեմ։ Դուք հետո, եթե ձեր թղթիկը ավելի մեծ է ձեր հերոսի համեմատ, կարող եք հեռվում ծառեր նկարել, կամ ամբողջությամբ ծառը նկարել, վերևից կախված լինի ձեր այս հերոսը։ Հասկանալի է, չէ՞։ Այսպես ուրեմն։
Վերջ, ավարտում եմ քերի։ Քերին ասում է 2 րոպե է մնացել։ Խնդրում եմ արագացրու, դեռ հասցնել պետք է ասենք, որպեսզի մեր փոքրիկները կարողանան այս գեղեցիկ հերոսին, որ հենց այս պահին սովորեցին նկարել, ուղարկել քերի մուլտիկնիկին։ Ահա իմ փոքրիկ բարեկամներ, մեր երամատ ծույլը, այդպես է կոչվում այս հերոսը հայերեն, պատրաստ է։ Դա ամենակարևորը շատ դյուրին հեզ ձևով սովորեցինք նկարել մեր այս ծույլիկին։ Երբևիցե մի նմանվեք նրան, բայց որպես հերոս նկարեք։ Եղեք ակտիվ, աշխատասեր, լավ սովորեք, որպեսզի հետագայում դառնաք պիտանի մարդ մեր պետության համար, Հայաստանի Հանրապետության համար։ Հասկանալի է։ Այս նկարները, ձեր նկարները, առաջադրանքները, նամակները քերի մուլտիկնիկին ուղարկելու համար հիշեցնեմ մեր անփոփոխ հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, ձեր փոքրիկների համար բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ եւ վարպետանց դասեր կան, եւ հեքիաթ ներկայացումներ, մուլտֆիլմներ, հաղորդումներ, որ երբևիցե չեք դիտել։ Իսկ հիմա ժամանակն է հրաժեշտի։ Ժամապահ քերին, քերի մուլտիկնիկը, մեր երամատ ծույլը, ես կասեի ծույլիկը։ Երամատ ծույլիկը բայց շատ բարի կենդանի է, կարծում եմ։ Մուլտ աշխարհի ձեր սիրված հերոսները, մեր մշտական լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը, ով ձեզ պարգևում է քաղցր ձողիկներ, թխվածքաբլիթներ, արևածաղկի սերմեր, կրեկերներ, չիփսեր, նախաճաշիկներ, նրանք են ձեզ հրաժեշտ տալիս։ Ձեզ ասում ենք միշտ նոր հանդիպում, Աստված ձեզ պահապան սիրելի փոքրիկներ, ես ձեզ շատ եմ սիրում։ Ալբուլդա, ալբուլդա։ Baba zip,